Պարոն Սավգուլյան, ըստ էության Հայաստանը նոր սահմանադրություն է գրում, տեքստը պատրաստ է, հայտարարեցին, որ այն կհրապարակվի մինչև ընտրությունները, բայց միևնույն ժամանակ անհայտ է մնում անկախության հռչակագրի ճակատագիրը, թեև Փաշինյանը երեկ եւ ոչ միայն երեկ հայտարարել է, որ անկախության հռչակագիրը, Հայաստանի անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է եւ ըստ էության մերժում են այդ ամենը։ Այս ամենով ինչ ենք հասկանում եւ մի բան էլ անկախության հռչակագրի նոր գրվող նախաբանը կամ գրված նախաբանը, եթե պատրաստ է, դեռևս չեն հանրայնացնում։ Ինչ ենք հասկանում այս ամենով, ինչ է սա նշանակում եւ ինչ խնդիրների առաջ կկանգնենք։ Սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որ առնչվում է ցանկացած պետության ներքին քաղաքականությանը։ Այս պարագայում մեր սահմանադրության վերախմբագրումը հստակ ընթանում է ադրբեջանա-թուրքական օրակարգի համաձայն, որը պարտադրում է մեզ մեր սահմանադրությունից արմատախիլ անել այն հոդվածները, այն կետերը, որոնք ըստ իրենց բացահայտ մարտահրավեր են, այսպես ասած, իրենց տարածքային ամբողջականությանը։ Մինչդեռ անկախության հռչակագրում այն կետերը, որոնք ամրագրված են, դրանք հիմնականում 3-ն են, որոնց հետ կապված Ադրբեջանը եւ Թուրքիան ունեն վերապահումներ։ Դա վերաբերվում է Արցախի հետ վերամիավորվելուն, դա վերաբերվում է ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ իհարկե երրորդ հարցը Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը։ Հիմա այս պարագայում ես չեմ կարծում, որ անկախության հռչակագիրը եւ ցանկացած բանական քաղաքացի սպառնալիք է Ադրբեջանի եւ Թուրքիայի ինքնիշխանությանը կամ տարածքային ամբողջականությանը։ Եթե նման սպառնալիք կար, ապա տասնամյակների ընթացքում դա զգացնել կտար։ Իսկ ինչ վերաբերում է նոր խմբագրվող տեքստին, ապա այդ ամենը նշեցի չկրկնվեմ, հստակ ուղղորդված է ադրբեջանական եւ թուրքական ուժերի կողմից։ Այս պարագայում մեր ժողովուրդը պետք է զգոն լինի եւ գալիք համապետական ընտրություններին կատարի այնպիսի ընտրություն, որը թույլ չտա, որ մեր երկիրը գնա վիլայեթացման ճանապարհով։ Տեսեք, Փաշինյանը նաև երեկ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ եթե ընդդիմությունը հաղթանակ տանի գալիք ընտրություններում, ապա պատերազմը կանխատեսելի է եւ անգամ ժամկետներ նշեց, մոտակա աշնանը պատերազմ կլինի ըստ Փաշինյանի։ Ինչ է ստացվում, ինքը ցանկանում է նորից առաջ բերել այն թեզը, որ եթե նույնը 21 թվականին չէ, ակնհայտ տեսանք, որ նույն թեզով կարելի ասել հաղթանակ տարա, որ եթե մենք չանցնենք, ապա պատերազմ է լինելու, բայց եղավ ընդհակառակը 21 թվականից հետո Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացվեց, Արցախը հայաթափվեց, ինչ ենք այս ամենով հասկանում։ Գիտեք, ամենառազմատենչ գործիչը իրականում Հայաստանի Հանրապետությունում դա ինքը հենց Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն էր անցած տարի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարում, որ 8 միլիարդի զինամթերք են ձեռք բերել եւ այդ 8 միլիարդը նաեւ ծախսել են ինժեներական կառավարման վրա։ Եթե իրականում ինքը խաղաղության է պատրաստվում, ինչի ամբողջ պետական պարտքը, որը վերցրել են իրենք, ծախսում ռազմական կարիքների վրա, այդ մեկ։ Երկրորդը, իրենց կառավարման ժամանակաշրջանում առնվազն 3-ից 4 պատերազմ է տեղի ունեցել։ Եվ այս պարագայում խոսել պատերազմի կամ խաղաղության մասին, հաստատ Նիկոլ Փաշինյանը այն գործիչը չի, որը պետք է դրա մասին խոսա։ Հաջորդը, ոչ խաղաղության եւ ոչ պատերազմի օրակարգը այսօր կախված չէ իշխանություններից, Հայաստանի իշխանություններից։ Դուք հստակ տեսնում եք, որ ամբողջ տարածաշրջանը վառվում է պատերազմի մեջ։ Հետևաբար, այն թեզերը, որոնք առաջ եք հաշվում կոնկրետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, իրականությանը չի համապատասխանում։ Դա բնականաբար նաեւ հետաքրքիր պատմական ակնարկ է Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման ժամանակաշրջանին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարականի տեքստում հստակ ձևակերպեց, որ ինքը հեռանում է եւ գալիս է պատերազմի կուսակցությունը, բայց փաստացի նաեւ այդ ժամանակաշրջանում պատերազմ չեղավ, պատերազմ եղավ 2016-ի քառորյա ապրիլյան պատերազմներ, երբ Ադրբեջանը փորձում էր այսպես ասած կրկին վերադիրքավորվել եւ այն պատերազմը ծանր 44 օրյա հիմնականում դա եմ առանձնացնում, որը տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակաշրջանում եւ դրա պատճառներից մեկը նաեւ ես հղում չեմ անում ադրբեջանական այսպես ասած աղբյուրներին, մեղավոր է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը դիվանագիտական դաշտում չգտնվեց այնքան ճկուն
եւ որոշեց, որ այդ բոլոր հարաբերությունները սկսում է իր զրոյական կետից։ Եվ սրանով նաեւ մեծ հրահրման դաշտ ստեղծեց տարածաշրջանում, կոնկրետ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի համար։ Եվ այս պարագայում, երբ որ ինքը խոսում է պատերազմի մասին կամ կանխատեսումներ է անում, որ անկախություն չի լինի կամ եւ այլն, դա ավելի շատ բանը Գևորգ Պապոյանի մասով է, մասնագիտական, հարստական բանականություն չի լինի, ոչ մի բան չի լինի, ակնհայտ է, որ քաղաքական ռեժիմը խոճապի մեջ է եւ հիմնական խնդիրը դրել է վերարտադրվելու եւ հանուն դրա պատրաստ է ցանկացած սուտ ասել ժողովրդին։ Ընդդիմությունը ձեզ պարզ ասեմ, Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունը այնքան սոցիալ-տնտեսական խնդիրներ ա կուտակել, որ այն ընդդիմությունը, այն քաղաքական ուժը, որ հաղթի, իր առաջի խնդիրը ոչ թե տարածաշրջանում պատերազմի հրահրումն է, այլ էս իրանց թողած Սոդոմ Գոմորի վերացումն է եւ պետական համակարգում կարգուկանոնի հաստատումը։ Նրանք հստակ որդեգրել են պետականության կազմաքանդման ուղի։ Եվ այս պարագայում գիտեք ինչ, այն գաղափարախոսությունը, որով իրենք առաջնորդվում են, հա, իրական Հայաստանի, որի հիմնական նպատակը, այսպես ասած, ճակերտյալ հավասարակշռված տարածաշրջանային քաղաքականությունն է, եւ այն օրը նաեւ վարչապետը անդրադարձավ մի թեզի, որի մասին նաեւ ես բազմիցս խոսել եմ, ինչը վերաբերվում է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այսինքն քչերից կախվածությունը իրենք ուզում են փոխարինել շատերից կախվածության, ոչ հիմնավոր նորից ներկայացրեց, որ ընդունենք ջուր ենք ստանում այլ երկրից, մենք ուղղակի հնարավոր ուղիներ ենք փնտրում, լրացուցիչ, այսպես ասած, ապահովագրում ենք մեզ, բայց անկախությունը, հայրենիքը դրանք բացարձակ արժեքներ են, եւ դրանք նյութական արժեքներ չեն։ Չի կարելի դրանք տեղայնացնել, հա, օրինակ ասել հայրենիքն ու պետությունը նույնն է, չէ, բնավ դրանք նույնը չեն։ Կամ անկախությունը չի կարող լինել բացարձակ արժեք, ով ասեց։ Անկախությունը նաև մարդու հոգու ներքին ազատությունն է, կարող կայսրություն լինի, բայց այդ կայսրության բնակչությունը, բնակիչները իրենց ընդհանրապես անկախ կամ ազատ չզգան։ Այսինքն, ստեղ ընդհանրապես արժեքների դեգրադացիա տեղի ունենում, եւ այդ ամեն ինչը կազմակերպվում է հստակ հիբրիդային պատերազմի շրջանակներում, հա, եկեղեցու դեմ պայքար, պատմության դեմ պայքար, բանը ազգային ինքնության արժեհամակարգի արժեզրկում, սիմվոլների դեմ պատերազմ են հայտարարել, Արարատ լեռան դեմ պատերազմ են հայտարարել, հա, դեռևս խորհրդային շրջանից դիվանագիտությունից այդ բանը կա, որ եթե նման հիվանդակին վերաբերմունք են տածում այլ պետությունները մեր սիմվոլիկայի նկատմամբ, ինչ գործ ունի, օրինակ Լուսինը, հա, իրանց սիմվոլների մեջ, Լուսինը Թուրքիայի կամ մահմեդական աշխարհի մի շարք պետությունների սեփականությունը չի, հա, բնականաբար Արարատը բացի լեռ լինելուց դա բիբլիական Արարատն է եւ քրիստոնեական աշխարհը եւ ընդհանրապես մարդկային ծնունդը կապում են հենց այդ Արարատ լեռան հետ։ Այս պարագայում տեխնիկական փոփոխություն անել, Արարատ լեռը փոխարինել Արագած լեռով, սահմանային կնիքների վրից այդ Արարատ լեռան լոգոները հանել եւ պնդել, որ դա իր նախաձեռնությունն է, ոչ Թուրքիայի։ Այսինքն, եթե այս պարագայում դուք միևնույն ժամանակ ցույց եք տալի, որ դուք անկախ քաղաքականություն եք վարում, բայց զուգահեռաբար անում եք Թուրքիայի Ադրբեջանի ձեզ պարտադրած ճանապարհային քարտեզը եւ հստակ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հիմա գործում է միակողմանի խաղաղության պայմանագիր, որի տեքստի հետ կապված Օվերտոնի պատուանի շրջանակներում քիչ-քիչ դոզայավորված մեզ տալիս են այդ ինֆորմացիան, հասարակությանը նախապատրաստում են եւ հետո էլ հասարակությունը ասում է, այո, հա, դե պիտի փոխվեր սահմանադրությունը, բայց չի ընկալում ինչ գործում։ Հա, սահմանազատում, հա, դե սահմանազատում պետք է լինի, նորմալ է, բայց նորմալ չի, երբ որ պաշտոնական սահմանազատման հանձնաժողովի ձատ գործում է մի այլ սահմանազատման հանձնաժողով, որը հասարակությունը չի տենում, որի շրջանակներում ադրբեջանական դիրքերը ամրապնդվում են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում, օրինակ Ջերմուկի տարածաշրջանում, Սյունիքում, չգիտեմ, Վայոց ձորում եւ ելի որոշակի ինֆորմացիաներ են մեզ հասնում, որ տարբեր տեղեր, որքան որ հնարավոր է, Ադրբեջանը փորձում է ամրապնդել իր դիրքերը։ Մեկ էլ շատ կարեւոր հանգամանք նշեմ, էլի շատերը քանի որ չեն ծառայել կամ ծառայության մեջ չեն կամ պատկերացում չունեն, նայեք, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեն չեզոք տարածքներ։ Երբ որ սահման ասում եք, այդ սահմանը ուղիղ չի անցնում։ Այսինքն այն կտրվածքով, որ այդ չեզոք տարածքները կարող են լինել 500 մետր, 1000 մետր, եւ դա արվում է երկու կողմերի անվտանգության ապահովման համար։ Հիմա առիթից օգտվելով
նույն ադրբեջանական ուժերը գալիս են այդ 4 հատվածը, որը 500 մետր է կամ 85 մետր է, կրճատում են։ Գալի կանգնում են 15 մետրի վրա քո սահմանից հեռավորության վրա։ Այս պարագայում խաղարկման դաշտ կա, ասում են մերը չի այդ հողը, դա մեր սուվերեն տարածքի մեջ չի մտնում։ Բայց դա մտնում է այն անվտանգության տարածքի մեջ նաև, որը պետքա լիներ հստակ, այսինքն նայեք աշխարհագրական դիրքից կախված ամեն մի հատվածում հստակ կա սահմանազատում, այսինքն ստեղ պետքա լինեն հենակետերը մարդակիտ 80 մետր հեռավորության վրա կամ 1000 մետր հեռավորության վրա։ Եվ այս պարագայում էլ իրանք այդ խաղարկման հնարավորություն ունեն, ասում չէ, մեր սուվերեն տարածք իրանք չեն մտնում։ Բայց Հայաստանի Հանրապետությունը այսօր կոնկրետ տանում է Ադրբեջանից եւ Թուրքիայից այսպես ասած կախվածության քաղաքականություն եւ ես կարծում եմ որ իշխանապողությունը նաեւ անհրաժեշտ է այն բանի համար որ մենք իմանանք ճշմարտությունը դիցուկ նույն 44 օրյայի հանձնաժողովի նյութերը այդ հանգամանքները ուսումնասիրող հանձնաժողովի նյութերը արխիվավորվեցին ազգային ժողովում մի անմիտ պատճառաբանությամբ որ հանձնաժողովի ժամկետը լրացել էր գործունեության եւ մենք ճշմարտությունը չիմացանք այսինքն հիմա քաղաքացին պետք է դառնա падգամավոր որ կարողանա հնարավորություն ունենա այդ փաստաթղթերի հետ ծանոթանալու։ Իդեպ նույնն էլ ապրիլյան քարորիայի հետ կապված եւ նույնն է այդ հանձնաժողովի նախագահը Անդրանիկ Քոչարյանն էր, երկու հանձնաժողովի նախագահն է։ Գնացին ծածկադեմփոցի ճանապարհով, էլի ժողովրդի ճշմարտությունը չիմացավ։ Այս պարագայում նաև ընդդիմության առաջի քայլը հաղթանակից հետո պետք է լինի այս հանձնաժողովիների, այսպես ասած, փաստաթղթերի գաղտնազերծումը եւ մեր հասարակությունը պետք է ճշմարտությունը իմանա, անգամ մենք հստակ չգիտենք, քանի հոգի է զոհվել, քանի հոգի անհայտ կորած ունենք, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ Անդրանիկ Քոչարյանը երեքն էլ տարբեր ժամանակ տարբեր թվեր են հրապարակել։ Եվ նրանցից երկուսը առնվազն Անդրանիկ Քոչարյան եւ Ալեն Սիմոնյանը հղում են տալի նույն փաստաթղթին 44 օրյայի։ Իսկ ոնց կարաք այդ հղում տակ նույն փաստաթղթին եւ տարբեր թվեր հրապարակեք։ Տեսեք, ընդհանուր առմամբ ընտրություններում որ ուժն էլ որ հաղթանակ տանի կամ անցնի խորհրդարան, միևնույն ժամանակ կարող է նաև դիտարկում են նման սցենար, որ վերամիավորում տեղի ունենա ընդդիմադիր ուժերի, որպեսզի կարողանան կոալիցիա կազմել եւ խորհրդարան մտնել, որպեսզի իշխանություններին, այսպես ասած, հաղթեն։ Հիմա նման, այսպես ասած, փորձ դիտարկում եք թե ոչ, հնարավոր է միավորում ուժերի եւ Փաշինյանը հստակ այնպիսի գործիքակազմ է կիրառում, որպեսզի նույն 2021 թվականին, որ կարողացավ ազդել այդ ընտրողների վրա, նորից բերի իր դաշտ, որովհետև տեսնում են գործիքակազմը գրեթե նույնն է։ Գնալ գյուղեր, շրջել, խոսել պատերազմի մասին, եթե իրենք չանցնեն, ընդհանուր առմամբ ընդդիմությունը ինչ պետք է անի հետագա ընտրապայքարում, որպեսզի կարողանա հաղթանակ տանել։ Ընդդիմությունը պետք է գործի համակարգված, հավասարակշռված։ Ես կարող եմ մի առաջարկություն անել, կարծում եմ, որ ընդդիմադիր ուժերը, իրական ընդդիմադիր ուժերը, ոչ տրոյական ձիերը, որոնք արտաքուստ քննադատում են Փաշինյանական քաղաքականությանը, բայց ստվերային, այսպես ասած, համագործակցության մեջ են։ Նրանք պետք է ստեղծեն կոորդինացիոն համընդհանուր շտաբ։ Առնվազն գոնե տեղեկատվական մակարդակով, քանի որ այս հիբրիդային պատերազմի շրջանակներում տարբեր ուժերի անհատների հետ կապված իշխանությունը անընդհատ տարբեր լուրեր է շրջանառում եւ փորձում է, այսպես ասած, պղտոր ջրում ձուկ ворս տալ։ Եվ այս պարագայում կարևորը մի հատ ընդհանուր տեղեկատվական հարթակի ստեղծումն է, որի միջոցով ընդդիմադիր ուժերը կարողանան գոնե տեղեկատվական մակարդակում իրար հետ շփվել։ Այդ առաջինը, երկրորդը այդ հիմքի վրա նաև պետք է ստեղծվի ընտրությունների հանրային վերահսկման շտաբ, հա? Եվ ընդդիմությունը պետք է փորձ անի ուժերը համադրի եւ գալիք ընտրություններում թե վստահված անձերի մակարդակով եւ թե նաև հանձնաժողովի անդամների քվոտան ունեն ներկայացված լինի ընտրատեղամասային հանձնաժողովներում, որովհետեւ իրականում գիտեք, սա ստանդարտ ընտրություն չի եւ ես սկսում եմ այս տեսակետը, որովհետեւ նժարներից մեկի վրա կոնկրետ դրած է, այսպես ասած, իշխանության վերարտադրության հարցը, իսկ մյուս կողմում ոչ այնքան ընդդիմության հաղթանակի, այլ մեր ազգի պետության եւ հայրենիքի փրկության խնդիրն է, եւ սա ընդհանրապես քաղաքական ճարպ չի, որովհետեւ ինչքան էլ իշխանությունները պնդեն, որ մենք փորձում ենք տարածաշրջանում հավասարակշռված քաղաքականություն վարել, գիտեք, ոչ վիլայեթը, ոչ գուբերնիան, ոչ խանությունը կամ մելիքությունը
չեն կարող վարել հավասարակշռված քաղաքականություն, որտեղ դիցուկ նույն վիլայեթի պարագայում կամ գուբերնիայի նրանք պետք է մաս կազմեն ընդհանուր ինչ-որ մի կայսրության կամ այսպես ասած տարածաշրջանային հեգեմոն պետության։ Եվ այս պարագայում են քաղաքականությունը, որ իրանք փորձում են արտաքին դաշտում տանել, ուղղակի զավեշտ է։ Եվ վերջում, մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Փաշինյանը Արարատ լեռան դեմ կռիվ տալով արդեն հասել է նաև համալսարաններին, մասնավորապես պոլիտեխնիկական համալսարանի գերբն են ուզում փոխել, ավելի ճիշտ դրոշմանիշը, որովհետև այնտեղ պատկերված է Արարատը։ Մենք հիմա ինչ ենք հասկանում, Փաշինյանը ընտրություններից ընդամենը 2 ամիս առաջ շարունակում է նույն թեզը, Արարատի դեմ պայքարը, եւ արդյոք սա դրսի ուժերի կողմից հովանավորվող ինչ-որ քայլ է ավարտին հասցնելու այն ծրագիրը, որը որդեգրել էին 21 թվականի ընտրություններից հետո։ Գիտեք ինչ, կոնկրետ եթե մենք ուսումնասիրում ենք Օսմանյան Թուրքիայի պատմությունը կամ դրան հաջորդած ժամանակաշրջանը, որը կապված է նաև հայոց ցեղասպանության եւ մեր պատմության նաև ողբերգական էջերի հետ, այն անձերը, գործիչները, սկսած Աբդուլ Համիդից, ավարտած Թալյատ Փաշայով կամ Մուստաֆա Քեմալով, որը պակաս չէր հետագայում, նրանք ուղղակի կերազեին, որ ապագայում ծնվեր մի այնպիսի հայ ազգությամբ հայ պետական գործիչ, որը ավարտին հասցներ այն աշխատանքը, որ իրանք կյանքում չեն կարողանա անել։ Գիտեք ինչ, դա կոնկրետ ստեղ մարդու ֆիզիկական բնաջնջման հարցը դրած չի։ Այսօրվա իշխանությունների քաղաքականությունը կոնկրետ պատերազմ է քո ազգային ինքնության արժեհամակարգի դեմ։ Այսինքն ինչն է ժողովրդին դարձնում ազգ։ Իր արժեքները, պատմությունը, մշակույթը, քաղաքակրթությունը։ Եթե այս իշխանությունը ուզում է, որ հայոց ազգը լինի անդեմ զանգված, ամբողջ ընդամենը, որին կարելի է ցանկացած կայսրության կազմում տեսնել, որը նախանձախնդիր եւ հետեւողական չի լինելու իր ազգային արժեքների ու պատմության կրոնի նկատմամբ, ինչի մասին է խոսքը։ Այսինքն այս բանը, կույտը, վարչախումբը կապ չունի ընդհանրապես մեր ազգի ու պետության հետ։ Իրանք արդեն օտարվել են։ Իրանք ընդհանրապես իրականությանը զգացողությունը կորցրել են նամանավանդ վերջի շրջանում, որ վարչապետը մտել է այսպես ասած տղայական բանավեճի մեջ ընդդիմադիր ուժերի հետ, կամ 3 ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարում է, որ դուք չեք կարող սենց ողջ առողջ կանգնեք, եթե ընդդիմությունը գա, իսկ մտածեցի պատերազմի մասին է խոսում։ Ոչ, դες հաշմանդամ են սարքելու։ Այսինքն դուք հաշմանդամություն եք ունենում։ Հետաքրքիր է, այդ հարց տվողը չի մտածում, որ ինքը ինչի հաշմանդամ չի։ Չէ՞ որ ինքը տասնամյակներ շարունակ այսօրվա ընդդիմության դաշտում գործող լիդերների ուղղությամբ ամենավերջին բաները գրել է, հրապարակել է։ Ես հիմա ոչ թե պաշտպանում եմ, այլ կոնկրետ անդրադառնում եմ փաստին։ Ինչի հաշմանդամություն չունի։ Կամ ինչի ընդհանրապես ինքը ողջ եւ վարչապետի կարգավիճակում հարց չի առաջանում, իհարկե հարց է առաջանում։ Ես չեմ լսել որևէ նախագահի, նախկինում կառավարման ժամանակ, որ օրինակի համար վարչապետ լրագրողներ, վարչապետ հասարակություն, նախագահ հասարակություն, բնականաբար այն ժամանակ կիսանախագահական, կիսապարլամենտական էր, հասնի այն աստիճանի կենցաղային մակարդակի, որ օրինակի համար երբ որ հնչում է կոնկրետ պաշտոնյայի հայտարարագրի հետ կապված հարց, վարչապետը սկսի քննել տվյալ լրագրողի անձնական հայտարարագիրը։ Գիտեք ինչ, կարծում եմ կա բարիերներ, որը եթե դու հանդիսանում ես պետության, այսպես ասած ղեկավարի, չնայած ինքը այտենց հաստիկ գոյություն չունի, դա էլ է սխալ, որտեղ վարչապետը ընդամենը ինչպես փոխվարչապետներն ու նախարարները կառավարության մաս են, եւ ինքը երկրի ղեկավար չէ, սպառազգային սահմանադրության պետության գլուխը նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը ուղղակի իր լիազորությունները զիջել է վարչապետին, ինչպես երկրում գլխավոր դատախազ, ներքին գործերի նախարարը, ԲԴԽ-ն, բոլորը իրենց լիազորությունները զիջել են մի մարդու, եւ այդ մի մարդը ինքը Նիկոլ Փաշինյանը կառավարում է ամբողջ երկիրը։ Եվ այս պարագայում ընդդիմության հաղթանակով պետք է խորհրդանշվի նաև երկրում գոնե մինիմալ ժողովրդավարական կարգերի վերականգնումը, որը բացարձակ առումով խաթարվել է իրավորակ։